Խորհրդարանում այսօր իրավիճակը լարվել է, երբ մոտենալով ամբիոնին Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կրկին անդրադարձել է Նոր Դոշքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին եւ դրա վերաբերյալ Փաշինյանի արձագանքին, ինչպես նաեւ ապօրինի գույքի վերաբերյալ իրենց դեմ ներկայացված հայցերին։ Իրեն թույլ տվել վիրավորական արտահայտություններ անել իշխանությունների հասցեին, քաղաքացիական պայմանագրից արձագանքել են Քոչարյանի ելույթի վիրավորանքներով լի հատվածին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։ 2020 թվականին Արարատ Միրզոյանի նկատմամբ, երբ նա դեռ արժնախագահն էր, իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվարկվել է նշանակված պատժին եւ մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում 1 տարի 11 ամիս 23 օր։ Գլխավոր դատախազությունից հայտնել են բողոքարկելու են դատավճիռը։ Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում մենք շատ մոտ ենք այդ երկրի միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը։ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆն է ասել։ Ամերիկացի պաշտոնյան նաև հույս հայտներ, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ եւս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղված Աբրահամի համաձայնագրին։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ցեյփեր մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զուսպ ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից են հայտնում։